Դուք որպես էներգետիկայի ոլորտի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու կխնդրենք ներկայացնել։ Արդյոք ստեղծված պայմաններում հնարավոր է զուտ տեխնիկապես գիտականորեն մոտնալով հարցին այնպես անել, որ ցանցում կորուստները փոքրանան եւ այնպես անել, որ առանց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու բոլոր խնդիրները լուծվեն։ Եթե դիտարկենք այսօր էներգետիկ կորուստները էներգետիկայի համակարգում, ապա կարող ենք բաժանել երկու խմբի. արհեստական կորուստներ եւ տեխնիկական կորուստներ։ Արհեստական կորուստները կարելի է բաժանել մի քանի խմբի, հիմնականում դա մարդկային գործոններով պայմանավորված կորուստներն են, դա ինվեստիցիաների, ներդրումների նպատակաուղղվածությամբ պայմանավորված գործոններն են, եւ եթե դիտարկենք զուտ տեխնիկական կորուստները, ապա նա էլ կարելի է բաժանել երկու մասի՝ տեխնիկական կորուստներ եւ նորմատիվային կորուստներ կամ հաշվարկային կորուստներ։ Այսօր եթե նայում ենք էներգետիկ համակարգի կառուցվածքին, ապա գիտենք, որ էներգետիկ համակարգի հիմնական ուրեմն սխեման որպես այդպեսին չի փոփոխվել, բայց մի քանի տասնյակ տարի առաջ կամ որոշ տարիներ առաջ այդ նույն համակարգով տեղափոխվում էր 14 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրոէներգիա։ Այսօր այդ էլեկտրոէներգիայի քանակը կիսվել է եւ մոտավորապես 7 միլիարդ կիլովատ է կազմում։ Ուրեմն եթե նորմատիվային կորուստները այն ժամանակ ընդունված էր 12% կորուստներ, ապա բնականաբար 7 միլիարդ կիլովատ տեղափոխելու դեպքում նույն ցանցով համապատասխանաբար անկախ որևիցե բանից այնտեղ կորուստները պետք է նվազեն եւ ոչ միայն կիսով, քանի որ կորուստները, ինչպես գիտեք, ակնհայտ է եւ տեսականորեն եւ պրակտիկորեն, որ կորուստները ուղիղ համեմատական են համակարգի կամ ցանցի միագծանի սխեմայի կամ ընդհանուր սխեմայի դիմադրությանը ուղիղ ֆունկցիա են եւ քառակուսային ֆունկցիա են, քառակուսային կախվածություն ունեն եւ կախված են հոսանքի քառակուսուց, այսինքն ոչ միայն կիսով չափ պետք է կրճատվի, այլ նաեւ ինչ որ մի քիչ ավելին, եթե հաշվի չառնենք այլ գործոններ։ Այսինքն, եթե մի քանի տասնամյակ առաջ, երբ որ ցանցով տեղափոխվում էր 14 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա, կորուստները կազմում են, նորմատիվային կորուստները կազմում են 12%, ներկայումս տեղափոխվում է 7 միլիարդ կիլովատժամ, այսինքն նվազագույնը պետք է կիսվեր նորմատիվային կորուստների քանակը։ Նվազագույնը պետք է կիսվեր։ Հիմա նայենք ինչպես են բնորոշում այդ 12%-ը։ Տեսեք, երբ որ հանձնաժողովի անդամներին հարցնում են, հանձնաժողովի անդամները իրենց հաշվարկներից ելնելով, որոնք վերցնում են 4 թվեր, էներգետիկայի ինստիտուտի կողմից ներկայացված թվերը, ապա դա իրականում չի համապատասխանում այն իրական ուրեմն իրավիճակին, որով նրանք ուզում են ապացուցեն, որ իրականում ցանցում կա 12% կորուստներ։ Ընդհանուր ես մոտավոր հաշվարկ եմ արել եւ բոլոր մեթոդիկաներով եւ տարբերակներով հաշվարկի ժամանակ եկա այն եզրակացության, որ իրանք վերցնում են էներգետիկայի ինստիտուտի այն նորմատիվային թվերը, որոնք պայմանավորված են, երբ որ ցանցում մշտական գործում է անվանական բեռնվածք, այսինքն ցանցը միշտ բեռնված է, բայց ակնհայտ է, որ ցանցը այսօր ցանցի բեռնավորվածությունը կազմում է 20-25%։ Ուրեմն համապատասխանաբար անհնար է, որ 12% կորուստներ լինեն ցանցում։ Էներգետիկայի ինստիտուտի տվյալներով անվանական հոսանքի դեպքում, երբ որ հաղորդալարում, մալուխում, օդային գծում հոսում է անվանական հոսանք, նրանց մշակված գործակիցները հաշվի առնելով եւ չափորոշիչները հաշվի առնելով համարում են, որ ուրեմն ցանցում կորուստները 10% են, փոխադրող ցանցում։ Եվ ուժային տրանսֆորմատորներում էլ կորուստները 1.5-ից 2% են, անվանական բեռի դեպքում։ Բայց ակնհայտ է, որ անվանական բեռով ոչ միայն օրվա ժամերին,
այլ նաև ընդհանրապես ամենապիկ ժամերին անգամ մենք հանրապետությունում անվանական բեռնավորվածությամբ ցանց չունենք։ Կարող է կենտրոնում մի քանի տրանսֆորմատորային ենթակայաններում ունենանք, բայց արվարձաններում եւ գյուղային համայնքներում, շրջաներում մեր տրանսֆորմատորային ենթակայանները բեռնավորված են 10, 15, 20, 25%-ով։ Այսինքն ակնհայտ է, որ 12% կորուստներ անհնար է, որ մեկը ապացուցի, որ 12% կորուստներ կան մեր ցանցում։ Դա ես ասում եմ որպես մասնագետ եւ կարող եմ ապացուցել ամեն մի տեղ։ Կարծիքներ հնչեցին նաև, որ օրինակ տրանսֆորմատորների մաշվածության, չգիտեմ, մալուխների մաշվածության պատճառով կորուստները մեծացել են։ Ուրեմն մի անգամից կարող եմ նշել, որ դա անգրագիտություն է, որ տրանսֆորմատորի մաշվածությունը կարող է բերել մեծ կորուստների։ Տրանսֆորմատորի մաշվածությունը կարող է բերել ծերացումը, փաթույթի, միջուկի եւ այլը, կարող է բերել 0.01% եւ ավելի ցածր կորուստների։ Հաշվարկային տեխնիկական խնդիրների մասին խոսեցիք, տեխնիկական կորուստների, այդտեղ ինչ որ խնդիր կա, որտեղ կարելի է կարգավորել։ Որպեսզի կորուստները նվազեն, առաջին հերթին ամենամեծ կորուստները ակնհայտ է, որ տեղափոխվող գծերում է։ Այսինքն, իսկ տեղափոխվող գծերում կորուստները կախված է ուրեմն հաղորդալարի տրամագծից եւ երկարությունից։ Ակնհայտ է, որ հաղորդալարի երկարությունը դա որոշվում է կախված լարումից, օրինակ ենթադրենք 0.4 կիլովոլտի լարման դեպքում իրավունք չունեն նորմատիվային կորուստները թույլ չեն տալիս, որպեսզի դու 400 մետրից ավելի երկար հաղորդալար կամ մալուխ օգտագործես, 10 կիլովոլտի դեպքում 10 կիլոմետր, 35 կիլովոլտի դեպքում 35 կիլոմետր։ Իհարկե, հանրապետությունում կան գծեր, որ ենթադրենք 10 կիլովոլտի գիծը 10 կիլոմետրի փոխարեն 35 ուրեմն կիլոմետր երկարությամբ տարվում է, պարզ է, որ այնտեղ կորուստները մեծ կլինեն եւ այլ։ Այսինքն դա զուտ կազմակերպչական, մասնագիտական խնդիր է, որ մասնագետները թույլ չտան, որ այդպիսի բաներ լինի, կամ տրանսֆորմատորային ենթակայանները պետք է այնպես բաշխված լինեն, որպեսզի հաղորդալարերը նորմատիվային ուրեմն չափի հեռավորություն ունենան էներգիան տեղափոխելու համար։ Ներդրումները էլեկտրական էներգիայի համակարգում կամ էներգո համակարգում երկու նպատակ պետք է ունենան, հիմնականում երկու նպատակ՝ հուսալի էլեկտրաէներգիա մատակարարել սպառողներին եւ համապատասխանաբար իջացնել կորուստները։ Հիմա հուսալի էներգիա մատակարարելու համար համապատասխան կոմուտացիոն ապարատներ, նոր սարքավորումներ եւ այլ։ Իսկ կորուստները նվազեցնելու համար կորուստների նվազեցումը պայմանավորված է տեղափոխող էներգիան տեղափոխող հաղորդալարի կտրվածքից եւ նրա դիմադրությունից, այսինքն կորուստները տվյալ տարածքի, տվյալ երկարության վրա դիմադրությունից է կախված հաղորդալարի կտրվածքը մեծացնել։ Շատ երկրներում ճիշտ է, հաղորդալարի կտրվածքը մեծացնելը բերում է նյութական ծախսերի, բայց գնում են այն բանին, որ նյութական ծախսերը կատարում են ավելի շատ նյութական ծախսեր, բայց ի վերջո ունենում են ուրեմն ավելի ցածր կորուստների շեմ։ Հիմա եթե վերցնում են ինվեստիցիաներ եւ ուզում են ուրեմն կորուստները նվազեցնեն, ուրեմն պետք է գտնեն այն տեղերը, որտեղ հոսանքի խտությունը տվյալ հաղորդալարում, մալուխում, օդային գծում մեծ է եւ համապատասխանաբար փոխել այդ մալուխը, օդային գիծը կամ զուգահեռ այլ գիծ անցկացնել եւ այլ։ Այսինքն դրանք տեխնիկական լուծվող խնդիրներ են եւ մեծ խնդիրներ չեն դրանք մեծ ծախսեր պահանջող, քանի որ մեր ցանցը բավարարում էր 14 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրոէներգիա տեղափոխելու համար։ Այսինքն մենք այդքան բեռնվածքներ չունենք։ Կարող են տեղեր լինել, որ փոխվել են, մաշվել են, հաղորդալար կաբելները եւ այլ, ասենք թե ինչ-ինչ պատճառներով ուրեմն չացել են եւ ավելի ցածր կտրվածքի կաբելներ են տեղադրվել, բայց իհարկե դրանք կարելի է փոխել եւ ստանալ ավելի ցածր ուրեմն կորուստներ։ Փորձենք հասկանալ այսօր այս ներկայությամբ հնարավոր է այնպես կազմակերպել, այնպիսի մենեջմենտ վարել, այնպիսի տեխնիկական, գիտական մոտեցումներ ցուցաբերել,
էլեկտրահամակարգ, էլեկտրաէներգետիկ համակարգին Հայաստանի Հանրապետության, որպեսզի թանկացում չլինի, բայց այդ առաջացած խնդիրները լուծվեն։ Ուրեմն ես կարող եմ միանշանակ ասել, որ էներգետիկ համակարգը դա զուտ արտադրական համակարգ չի։ Էներգետիկ համակարգը գիտաարտադրական համակարգ է եւ դինամիկ զարգացող համակարգ է։ Ոչ միայն այսօր, այլ մշտական պետք է այնտեղ լինի գործող գոնե գիտական մեկ բջիջ, որը պետք է իհարկե այդպիսի բջիջ նաեւ պետք է լինի ուրեմն հանձնաժողովում, սակագների հանձնաժողովում, էներգետիկայի նախարարության կազմում, որոնք պետք է աշխատեն, պետք է համապատասխան հանձնաժողով կամ համապատասխան մասնագետները կարողանան այդ ամբողջ համակարգը կառավարեն։ Ոչ մասնագետը չի կարող այդ նրբությունները զգա եւ կառավարի, հենց այնպես կառավարման համար էներգետիկ համակարգում հենց այնպես մարդիկ իրենց դիրքերը պետք է զիջեն նորմալ մասնագետներին կամ սովորեն, ոչ մեկը չի ասում, որ այդ մարդը թող կամ սովորեն, կամ ուրեմն համապատասխան մասնագետներ վերցնեն իրենց թևի տակ, որոնք իրենց բացատրեն։ Եթե ուզում են նվազեցնեն, եթե չեն ուզում, դա արդեն այլ խնդիր է։ Այսօր ձեր հաշվարկներով տեխնիկապես որքան հնարավոր փոքրացնել կորուստները եւ ինչ արդյունք դա կտա ֆինանսական արտահայտությամբ։ Ну, այսօրվա վիճակով եթե ոչ մի մեծ ներդրումներ, զուտ կազմակերպչական առումով կարելի է 2-3 մինչև 4% նվազեցնել կորուստները։ Եվ այդպես է։ Այսինքն դա ինչքան էլեկտրաէներգիայի կամ ինչքան գումարի Եթե 1% հաշվենք 2-2.5 միլիարդ դրամ, գիտեք, երբ որ սակագնի բարձրացման հայտ ներկայացրին, էներգետիկայի նախարարը Երվան Զախարյանը միանգամից մատնանշեց կորուստները, բայց չգիտես ինչու ոչ մեկը ականջալուր չեղավ եւ սկսեցին ինչ որ բաներ ասել, որոնք իրականում կապ չունեն այդ խնդրի լուծման հետ։ 1% կորուստի չեսնելուց տնտեսում է 2-2.5 միլիարդ դրամ գումար։ Այսինքն ձեր նշած մոտավորապես 6%-ը թե իջեցվի, այսինքն 12%-ը, որը հաշվարկային կորուստների բաժինն է, դառնա 6%, մոտավորապես 12 միլիարդ կարող է տնտեսվել։ Դա կբերի հեծի առողջացմանը։ Իհարկե կորուստների։ Գիտեք ինչ կա, հեծին պետք չէ նայել որպես այդպես թույլ սնանկ կամ չգիտեմ ինչ որ ձեռնարկություն, բոլոր ձեռնարկություններն էլ ձգտում են որպեսզի շահույթ ունենան։ Բնականաբար հեծն էլ պետք է ձգտի, որ շահույթ ունենա, որպեսզի հեծը կարողանա իր շահույթները բարձրացնի, առաջին խնդիրը պետք է լինի կորուստները նվազեցնել։ Եթե նա կորուստները նվազեցնի, իր շահույթը կբարձրանա, եւ Աստված տա ինչքան կորուստները նվազեցնի, այնքան շահույթը բարձրանա, այնքան էլ հեծի աշխատողները լավ ապրեն, ներդրումներ անեն, ավելցուկից սոցիալական ինչ որ հարցեր լուծեն եւ այլ եւ այլն։ Հիմա, բայց դրա համար անհրաժեշտ է գիտական միտք ներդնել, ոչ թե ամենօրյա աշխատանքի գնալ եւ վերադառնալ, այլ պետք է այնտեղ գիտական միտք աշխատի, որովհետեւ գործոնները, որոնք կարող են եւ ազդում են սակագնի վրա, դրանք բազմաթիվ են եւ այդ ամեն մի գործոնը պետք է ուսումնասիրության առարկա լինի, իսկ որոշ մեծ մասներ ուսումնասիրված են եւ շատ մասնագետներ գիտեն, որ միանգամից ինչպես կարելի է իջացնել կորուստների տոկոսը։ Այսօր հնարավոր է առանց սակագինը բարձրացնելու լուծել հերթի խնդիրները, այդ կորուստների եւ ֆինանսական դժվարին վիճակը, որում հայտնվել են ընկերությունը։ Եթե զուտ մասնագիտական մոտեցում ցույց տանք, այո, հնարավոր է, որ պահել մսակագնի այս գործող մակարդակը եւ մի քանի ամիս հետո շահույթները մեծացնելով գալ այնպիսի մակարդակի, որ կպահպանվի նաեւ շահույթի կամ մարժայի շեմը, իսկ այդ շահույթից որոշ ներդրումներ անելով անընդհատ կարելի է իջացնել կորուստների տոկոսը եւ բարձրացնել շահույթը։